Բարի լույս, եթերում օրակարգն է։ Եվ այսպես աշխատանքային վերաբերնում ծրագրային նոր թղթապանակով խորհրդարանից կանաչ լույս ստանալուց հետո կառավարությունը որոշել է հանգստանալ միայն կիրակի։ Արագաչափ տեսախցիկների տուգանքներից գոյացած 3 միլիարդ դրամը պետությունը կուղղի զոհված ու հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանի խնդրի լուծմանը։ Կառավարության երեկվա նիստի մանրամասները Հերմինե Բաղդասարյանի ռեպորտաժում։ Արագաչափ տեսախցիկների տուգանքն այլևս Security Dream-ին չի հարստացնում։ Կուտակված փողից կառավարությունը միանգամից 3 միլիարդ դրամ հատկացրեց տնով ապահովելու մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների անօթևան ընտանիքներին։ Այս փոփոխությամբ մենք կատարելու ենք հանրապետության նախագահի հանձնարարականը եւ մինչեւ այս տարվա վերջ բոլոր ընտանիքները այդպիսի բնակարանային խնդիրը լուծված է լինելու։ Շատ լավ գործ է։ Հաջորդ տարի երկրորդ կարգի հաշմանդամների բնակարանային հարցը կլուծեն, խոստացավ նախարարը։ Մեկ այլ նախագծով ավելացրեց հրազենային վնասվածքով Գերմանիա ուղարկված Մհեր Պետրոսյանի բուժման ծախսը։ Արտասահմանյան կլինիկաներում ասած 4 տղա ունենք այս պահին։ Օրվա կարևոր մյուս քննարկումները գյուղ ոլորտի վերաբերյալ էին, որ կարկուտից փրկված բերքը ոռոգման ջրի պակասի պատճառով այգիներում այժմ էլ երաշտի չչորանա, կառավարությունն ազգային ժողովի համաձայնությունն է ուզում ավելացնելու Սևանից ջրբաց թողումը։ Առաջարկվում է լրացուցիչ 100 միլիոն խառնարդ մետր ծավալով ջրբաց թողում։ Բնապահպանների մտահոգությունը ցրելու համար շեշտեցին Սևանի մակարդակն անցած տարվա համեմատ 18 սանտիմետրով բարձրացել է։ Լրացուցիչ ջրառի հետևանքով կիչնի մոտ 8-ով։ Արծվիկ Մինասյանի հարցը 1-2 օր քննարկենք, մոտեցումը վարչապետը մերժեց հետևյալ ձևակերպմամբ։ Լիճը կանխատեսվածից արագ է բարձրանում ու դա մեզ թույլ է տալիս եղանակի կամ տնտեսական անհրաժեշտության դեպքում ավելացնել ջրի օգտագործումը։ Ծայրահեղ դեպքերում են 1 օր, 2 օր, նախանիստ անցնում ենք, չգիտեմ, բոլոր պրոցեդուրաները անցնում ենք, վերջում էլի գալիս ենք 1 օր, 2 օր ժամանակ։ Իրոք ռիսկ ունենք ոռոգման, չթաքցրեց գյուղնախարարը, օրակարգային իր հարցով հաստատեց, Մերձավանում ունեցած ինտենսիվ այգիներով գյուղացիներից շատերի նախանձը շարժող Ագրոինտեքսը տնկարան կկառուցի։ Տնկարան հիմնելով Հայաստանում մենք կարողանանք նվազեցնել տնկիների արժեքը։ Հանքարդյունաբերության ու էներգետիկ մի խումբ բիզնեսների համար մաքսատուրքից ազատման ու ավելացած արժեքի հարկի հետաձգման արտոնություն հաստատեց Սուրեն Կարայանը։ Այս նիստում նույնիսկ Երևանի քաղաքապետը գործարար ծրագիր ներկայացրեց 1300 մշտական աշխատատեղով ջերմոց ու պաների գործարան կառուցող Սպայկային հող հատկացրին։ Նորագավեթ հողամասին արող 163.2 հեկտար հողամաս։ Ջերմոց, թեթև արդյունաբերություն, թե IT ամենուր որակյալ կադրերի պակաս ունենք, դժգոհեց Կարեն Կարապետյանը, երբ կրթության նախարարը զեկուցում էր ուսումնարանների անվճար տեղերի մասին։ Մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին արձագանքում է դեռ շատ վատ։ Բիզնեսի համար բանակն էլ է պատրաստ կադրեր կրթել, տղաներն իզուր 2 տարի չկորցնեն, սկսել են IT-ից Թումոյի հետ, պատրաստ են շարունակել։ Եթե լինեն շահագրգիռ գործընկերներ, ասենք հանքարդյունաբերության ոլորտում, այլ ոլորտներում, որոնք կարող են նման փոքր ուսումնական կենտրոն, վարժասարք տեղադրել որևէ խոշոր զորամասում, որտեղ մեծ թվով հաստատեն կոնտինգենտ կա, որ կարելի է ուսուցանել, ինքը կարա փոխադարձ շատ շահավետ եւ հետաքրքիր լինի։ Բնակչության համար նորություն արդարադատության նախարարն ուներ, ամուսնական կարգավիճակի, դատված լինել չլինելու եւ այլ 67 տիպի պետական փաստաթուղթ տվող փոստի ու բանկերի ցանկին նոր օպերատոր է միանում Արարատ բանկը։ Մինչև տարեվերջ նախատեսում ենք, որ հանրապետության բոլոր քաղաքներում կգործեն համապատասխան գրասենյակները։ Մարդկանց կյանքի որակը պետք է փոխենք դեպի լավը, որքան էլ ընտրած ճանապարհը հեշտ չլինի։ Նիստը եւ բացելիս եւ փակելիս կաբինետին կառավարության արդեն նոր ծրագիրը կատարել հանձնարարեց վարչապետը։ Ռեստարտ ենք տալի մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով, 6 օրյա մինիմում աշխատանքային ռեժիմ շաբաթական։ Չզլացավ նաև կրկնել երկրում ինչ ենք ուզում փոխել, գիտենք։ Հերմինե Բաղդասարյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Փրկարարները 20 մարդու են տարհանել Արտիկի վթարային շենքից, կառավարությունում հրավիրվել է հրատապ նիստ, մարզպետարանի աշխատակիցները շարունակում են տեղում հերթապահել։ Ինչ ճակատագիր է սպասում տարհանվածներին, Արմինե Ուդումյանի անդրադարձում։ Ամուսինս տեղեր պարգած, ես այստեղ պարգած տելևիզոր կաշեի։ Ուժեղ կմպուն եկա, վտից առաջ տեսել որ ջիլի շադտել է, ըստիտիք հաստատ մեր պատաներ որ պան եղավ պլավ։ Արդիկում Սասունցի Դավթի 13-րդ շենքի բնակիչները դժվար գիշեր են ունեցել, շենքի մի մասը փլուզվել է, ճաքերի երկարությունը 13 մետրի է հասնում։ Այդ Եվրոպային հարևանս դուրը խփեց դե դուրս արի, իջան ներքև արդեն տեսանք որ բադը փլուզվել էր։
Պատերի ճաքերը շենքում ապրողներն ավելի վաղուց էին նկատել։ Ի վերջո այստեղ արդեն վտանգավոր է ապրելու համար։ Հենց գիշերը փրկարարները 20 մարդ են տարհանել։ Շենքը փլուզման վտանգի տակ է, այն վաղուց է գոգավորություն ունեցել։ Գոգավորության եւ խոնավության պատճառով 3 գիշերը արդեն փլուզում է տեղի ունեցել։ Տուժածներ չկան, բայց շենքում դեռևս 11 մարդ է մնում, նրանցից 4-ը երեխա։ Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը, ապահովել տարածքի լուսավորությունը, այստեղ մնացողներին բացատրել վտանգի աստիճանը։ Այսինքն հետագայում հնարավոր է նաև փլուզումներ լինեն։ Դեպքին միանգամից արձագանքել է վարչապետը։ Առավոտյան Կարեն Կարապետյանը կաբինետի անդամներից պահանջել է բնակիչների համար լուծումներ գտնել։ Քիչ առաջ ինձ զեկուցեցին, որ Արտիկ քաղաքում գիշերը վթարվել է բնակելի շենք։ Պարոն Լոքյան, կարող եք մեզ ինֆորմացիա տրամադրել։ Քարաթափություն, ճաք ներքևից վերև, բնակիչները տեղահանվել են գիշերը ժամը 2-ին, մարզպետը տեղում է եղել։ Որոշ տվյալներով շենքի սեյսմակայունությունը վերջին անգամ գնահատվել է 88-ի երկրաշարժից հետո, նոր եզրակացություն է պետք։ Ես կխնդրեի, որ արագ ուսումնասիրություն իրականացվի արտակարգ իրավիճակների կողմից, իրանք մասնակից են եղել process-ին եւ լուծում տրվի այդ ընտանիքներին, որոնք մնացել են դրսում։ Մինչև վթարային շենքի ճակատագրի հստակեցումն այնտեղ մնացած 11 բնակիչներին ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս գիշերելու նոր տեղ գտնել։ Պարոն վարչապետ, տարանումից հետո 11 ընտանիք վերադարձել է, դա չի վերահսկվել մեր կողմից։ Վերադարձումը չեմ կարծում, որ ճիշտ է։ Շատ վտարային է, շենքը վտարային է։ Դե դեպքում կառավարության նիստից հետո մի հատ խնդրում եմ մոտ հավաքվենք, լուծումները տանք։ Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահը բնակիչներին բացատրել է իրավիճակը, տեղում բնակվել խորհուրդ չի տրվում եւ 2-3 օրում խնդիրը չի լուծվի։ Դրա համար դուք ձեր համար տարբերակներ գտեք, որպեսզի ապահով բնակվեք, միջև մենք այդ հարցը լուծենք։ Անհապաղ, հրատապ, հանձնարարություն եղել է միջոցառումներ իրականացնել։ Արթուր Խաչատրյանի հանձնարարությամբ մարզպետարանի մեկ աշխատակից հերթապահում է տարածքում, իսկ բնակիչները դիմում են գրել։ Մարզպետին ենք դիմեն բնակիչներով, որովհետեւ ժամանակավոր կացարանի հաստատվի։ Ընտանիքներում փոքրիկներ կան, մի քանիսը գնալու տեղ չունեն։ Մինչև վերջնական լուծումը մարդիկ կամ վթարային շենքում կամ բարեկամների տանն են գիշերում։ Իսկ անօթևան մնացածներին մարզպետ Խաչատրյանի նախաձեռնությամբ ֆինանսական աջակցություն կտրվի։ Արմինե Ուդումյան, Մարտին Գևորգյան, օրակարգ։ Երևանում Ջակարտայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին։ Սերժ Սարգսյանը կարևորել է միջխորհրդարանական ու առևտրատնտեսական կապերի զարգացումը Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջև։ Դիվանագետն իր հերթին հեռանկարային է համարել կրթական ու զբոսաշրջային ոլորտները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին, Արցախյան կարգավորման գործընթացին։ Տրեյնինգներ պատգամավորների համար սեպտեմբերից նրանք ուսանողների պես դասերի են մասնակցելու իրենց կարողությունները զարգացնելու, նաև խորհրդարանական վերահսկողական մեխանիզմներին ավելի լավ տիրապետելու համար։ Կաջակցի Միացյալ Թագավորությունը, որ հայտնի է խորհրդարանական կառավարման երկարամյա փորձով։ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական ժողովրդավարության երկար պատմություն ունի եւ հայկական կողմի առաջարկով աջակցելու է մեր խորհրդարանին, ամրապնդելու իր կարողությունները։ Այսօր այդ մասին նամակ համաձայնագիր ստորագրեցին ազգային ժողովի նախագահն ու Միացյալ Թագավորության դեսպանը։ Խորհրդարանի նոր գործառույթներից մեկը կառավարության նկատմամբ վերահսկողությունն է, իսկ Միացյալ Թագավորությունը մեծ փորձառություն ունի այդ ասպարեզում, կարծում են իրենց փորձը օգտակար կլինի հայ խորհրդարանականներին։ Կարծում ենք այս աջակցությունը ոչ միայն կմեծացնի նոր խորհրդարանականների վերահսկելու կարողությունը, այլև դառնալու ավելի հաշվետու ժողովրդի նկատմամբ։ Մենք կանենք հնարավորը մեր աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ կառավարման նոր համակարգին սահուն անցման համար։ Սեպտեմբերից նորընտիր պատգամավորների համար դժվար ժամանակներ են սկսվելու, դասընթացներ, տրեյնինգներ, նոր կանոնակարգ օրենքի փոփոխություններն են սերտելու։ Եթե չկան, հուշագիրը հիշացնելու եմ։ Այս նույն հուշագիրի տեքստը վերցնելու եմ կամ ազգային ժողովի ղեկավարության մոտ։ Սկզբում պատգամավորներին վերապատրաստելու են տեղի մասնագետները, 1 տարի հետո հնարավոր է փորձի փոխանակման էլ տանեն։ Ծրագիրը ինքը 150,000 պաունդ է ոնց ասած առաջի տարվա համար, հետո մնացածը կերևա։ Իսկ ինչով օգտակար կլինի համատեղ ծրագիրը բրիտանացիների համար։ Դեսպան Ֆարնվորթի խոսքով իրենց խորհրդարանականները այս ծրագրի միջոցով հնարավորություն կունենան ավելի լավ հասկանալ այն գործընթացները, որ տեղի են ունենում Հայաստանում։ Տաթևիկ Նալբանդյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։
Լիտվայի դեսպանի հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է առևտրատնտեսական կապերի աշխուժացմանն առնչվող հարցեր կամ մեծ ներուժ, որն անհրաժեշտ է օգտագործել, ակտիվացնել հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը Երևանում։ Կողմերը քննարկել են գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունները։ 1 միլիարդ 190 միլիոն դոլարի 25 ծրագիր Հայաստանում Ասիական զարգացման բանկի հետ գործակցությունը վարչապետ Կարապետյանը տպավորիչ է համարում։ Բանկի տարածաշրջանի երկրների գծով գլխավոր տնօրեն Շոն Սուլիվանի հետ հանդիպմանն ասել է, որ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցությամբ ճանապարհատրանսպորտային էներգետիկ ոլորտներում, նաև մասնավոր հատվածի հետ բանկի գործակցության ընդլայնմամբ։ Շոն Սուլիվանը գոհ է ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի ընթացքից, ասել է, որ պատրաստ են գործակցել նաև կրթության, կառավարման թվայնացման եւ այլ բնագավառներում։ Բուհերի ռեկտորները, ուսխորհուրդների ղեկավարները, պաշտպանության նախարարն ու կրթության նախարարը քննարկել են ԵՍՄ եւ պատիվ ունեմ ծրագրերի հնարավորությունները, պայմաններն ու առավելությունները, որոնց շնորհիվ զորակոչային տարիքի ուսանողները կարող են շարունակել ուսումը եւ զինվորական ծառայության անցնել սպայի կարգավիճակում։ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս հաշվի կառնվեն նաև հնչած կարծիքներն ու առաջարկությունները։ Մենք մինչև հուլիսի 7-10 կամփոփենք բոլոր քննարկումները եւ դրական այս միտումը պահպանվելու դեպքում մտադիր եմ մինչև օգոստոսի վերջ կառավարությունով անցկացնել համապատասխան որոշումները եւ սեպտեմբերին ներկայացնել ազգային ժողով, որպեսզի հնարավոր լինի համապատասխան ընթացակարգերով կայացնել որոշումներ։ Երևանի ավականու երկիր Ծիրանի խմբակցության 5 անդամներից երկուսը Հայկ Պետրոսյանն ու մնացական Պարակշիևը հայտարարել են, որ դուրս են գալիս խմբակցությունից եւ շարունակելու են իրենց գործունեությունը որպես ավականու անկախ անդամներ։ Պարակշիևը, որ երկիր Ծիրանի հիմնադիր կազմում էր, կուսակցությունից էլ է հեռանում։ Խմբակցությունը լքած անդամներն անընդունելի են համարել արդեն նախկին գործընկերների աշխատանքի սկանդալային զգացմունքային ոճը եւ շեշտել, որ ցանկանում են ոչ թե աշխատանքի իմիտացիա ստեղծել, այլ աշխատել հօգուտ երևանցիների։ Գործելավոճը մեր լինելու է ընդդիմադիր դաշտում, սակայն եթե իշխանությունը ինչ-ինչ հարցերով ուզենա մեր հետ համագործակցի եւ մեր առաջ քաշած խնդիրները լուծել, ապա մենք բաց ենք լինելու համագործակցությանը։ Գիտականորեն մշակված, փորձարկված ու հաջողված իտալական ծիրան Արմավիրում։ Փորձարարական այգում եւս 11 տեսակի եվրոպական ծիրան կա, բայց ամենաքաղցրը մնում է մրգերի հայկական թագուհին։ Մեր ծիրանը քաղցր է, դրսինը դիմացկուն, դրանց խաչասերումից մերոնք լավ բերք են սպասում։ Կարմրաթուշ տեսքը տեղը, բայց փոքրինչ թթվաշ իտալական ծիրանն է հայկական հողում։ Այգին կոլեկցիոն է երկրագործության գիտական կենտրոնում։ Գաճաճ ծառերը կարկտապաշտպան ցանցի տակ են, ոռոգումը կաթիլային։ Այստեղ աճում են հայկական 82 եւ եվրոպական 12 տեսակի ծիրանենիներ։ Բավականին լուրջ բերքատվություն ունի եւ սրա գենետիկական հատկանիշները կարծում եմ մասնագետները կարող են օգտագործել հիվանդությունների դեմ են կայուն, համ ինքնափոշոտվող են, բարձր բերքատու են։ Այգին հիմնվել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության աջակցության ծրագրով։ Այն ոչ միայն ծիրան մշակելու համար է, այլև գիտական փորձերի։ Այստեղ կլոնային եղանակով աճեցրած ծիրանի ծառեր էլ կան։ Քաղցրությունը սրանց շատ պակաս է, բայց գունային առումով սրանք որ հասմանում են կարող են ասենք ծիրանի հյութին տալ գեղեցիկ գունավորում։ Թեև մեր ծիրանն ավելի քաղցրահամ է, բայց երկար ճանապարհներին վնասվում է։ Հայկական ու եվրոպական տեսակների խաչասերումից հենց այս այգում կաճի այն ծիրանենին, որը անվնաս կհասնի դրսի սպառողին։ Անկախ են բանից ինքը որակով շատ լավն է, թե զիջում է մեր տեղականին, միևնույն է մենք այն ձև ենք անելու, որ ոչ մի հատիկ բերք չփչանա։ Փորձարարական այգին առատ բերք է տվել մթերող ընկերություններից մեկը պատրաստվում է գնել իտալական ծիրանը հյութ արտադրելու համար։ Հայկուշ Ասլանյան, Հարություն Սահակյան, օրակարգ։ Մեր երկիրը կշարունակի օգտվել Եվրամիության GSP+ արտոնյալ առևտրի պայմանների ժամանակն է, որ միջազգային 27 կոնվենցիաների միացած Հայաստանը մի շարք ոլորտներում բարեփոխումների գործնական քայլեր ձեռնարկի։ Այս կարծիքին է Եվրահանձնաժողովի GSP+ հավաք խմբի ղեկավարը։ Աշխատանքային ու ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանություն, հետևողական պայքար ընտանեկան բռնությունների ու կոռուպցիայի դեմ, անկախ ու արդյունավետ դատական համակարգ։ Այս բարեփոխումները Եվրոպայի հետ գործակցության նոր ճանապարհներ կբացեն Հայաստանի առաջ։ Մինչև այժմ օգտվելով առևտրային արտոնություններից հայ արտահանողները տնտեսել են 8 միլիոն 700 հազար եվրո։
Ցանկալի կլիներ, որ Հայաստանի կառավարությունը գործնական քայլեր աներ մինչև աշուն, որպեսզի այդ բարեփոխումները տեղ գտնեն մեր զեկույցում։ Էկոլոգիապես մաքուր ու տնտեսող առաջին էլեկտրամոբիլն է ներկայացվել Երևանյան ավտոսրահում, կարելի է այցելել և թեստ դրայվ անել։ Տարեսկզբից անհատներն արդեն 5 էլեկտրամոբիլ են ներմուծել մեր երկիր։ Մաքսազերծման գները ավելի ցածր են, բեռնատարների համար նույնիսկ անվճար։ Երևանում էլեկտրական լիցքավորման արդեն 3 կետ է բացվել, երկուսն էլ երկրի տուրիստական կենտրոններում։ Լիցքավորումն անվճար է։ Կանաչ մեքենաներին կարմիր գծերից ներս անվճար կայանելու Երևանի քաղաքապետարանի որոշումից 3 ամիս անց Հանրապետության միանգամից 5 հասցեներում հայտնվեցին էլեկտրական մեքենաները լիցքավորող կետեր։ Դրանցից 3-ը Մայրաքաղաքում, 1-ը Ծաղկաձորում, մյուսը Դիլիջանում։ Իսկ հնարավոր է էլեկտրամոբիլով ճանապարհ դուրս գալ և չանհանգստանալ, որ մեքենայի էներգիան կվերջանա, իսկ մոտակայքում լիցքավորման կետ չկա։ Երևանում լիցքավորման 3 սարքերից մեկը տեղադրված է Հանրապետություն փողոցի սկզբնամասում, սա քաղաքի փոքր կենտրոնում է։ Այստեղ լիցքավորելուց հետո Մայրաքաղաքի տարբեր փողոցներով կարելի է հասնել 2-րդ և 3-րդ կետերին։ Մեկը աշտարակի խճուղու վրա Կովկաս ռեստորանային համալիրի բակում, սա Երևանի ծայրամասն է։ Մյուսը Նորքում Բետ կոնստրուկտի գրասենյակի բակում, իդեպ հենց այս ընկերության հիմնադիրներ Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ է տեղադրվել այս լիցքակետերը, նաև մարզերում։ Էկո մեքենայով Հայաստանի տուրիստական 2 ուղղություններով Ծաղկաձոր ու Դիլիջան գնալիս կարելի է հանգիստ լինել, մոտակայքում լիցքավորման կետեր կան։ Երևանի Ծաղկաձոր 55 կիլոմետր է, 40 րոպեում հնարավոր է հասնել այնտեղ։ Լիցքակետը Մարիոթ հյուրանոցի բակում է։ Երևանից Դիլիջան 96 կիլոմետր է։ Ճանապարհը թույլատրելի արագությամբ կարելի է անցնել 1 ժամ 15-ից 20 րոպեում։ Այստեղ լիցքակետը տեղադրված է Դարավանդ իջևանատան մոտ։ Թե մարզերում, թե Երևանում առանց արգելքի կարելի է մոտենալ սարքերին ու լիցքավորել մեքենան։ Էլեկտրոմոբիլները լիցքավորվում են 2-ից 3 ժամվա ընթացքում։ Մեկ լիցքավորմամբ 80-ից 120 կմ/ժ արագությամբ կարելի է անցնել 410 կմ ճանապարհ։ Հայաստանում տեղադրված 5 կետերից լիցքավորվել կարող են բոլոր մակնիշի էլեկտրամոբիլները։ Եթե կանաչ մեքենաները ավելանան, այս սարքերը տեղադրած ընկերությունը խոստանում է կրկնապատկել լիցքավորման կետերի թիվը։ Տարոն Կոխլիկյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Որպեսզի հոտը չախտոտվի, աղբյուրայրումը ժամանակակից տեխնոլոգիաներով կկազմակերպեն ծխի փոխարեն գոլորշի կարտանետվի մթնոլորտ։ Նախատեսվում է ժամանակակից այդպիսի 2 աղբավայր կառուցել Երևանի համարն ու Բարաշենում, մեկն էլ Գեղարքունիք Կոտայքի համար։ Տնտեսվարողների մուտքը նոր աղբավայր կարգելվի, իսկ թե ինչպես թափոնները կհասնեն վերամշակողի, առայժմ պարզ չէ։ Նոր մոդելի այս կոնտեյներները Կոտայք Գեղարքունիքում կտեղադրվեն։ Նրանք, ինչպես տեսնում եք, այս կողքից այդ մեխանիզմները չունեն բացելու, ինչը հատուկ է մեխանիկի համար։ Ինքը մեխանիկորեն ուղղակի այսպես բարձրացվում է եւ իր ծանրության հաշվին ուղղակի պետք է բացի ու թափի։ 11 միլիոն եվրոյի պայմանագրով այս մարզերում նոր աղբավայր կկառուցեն։ Այնպիսին, որ կեղտաջրերը չթափանցեն ստորգետնյա ավազան, գազերն էլ մթնոլորտ չարտանետվեն, այլ այրվեն։ Եթե եւս 62 միլիոն եվրո գտնվի, Կոտայքի եւ Գեղարքունիքի տարեկան 85,000 տոննա աղբը կուղղեն Հրազդանի ջեք, էլեկտրաէներգիա ստանալու։ Չի կարելի ոչ մի կերպ թույլ տալ, որ աղբը ուղղակի լցվի չպաշտպանված հողատարածքով տարածքներ, որովհետև կեղտաջուրը թափանցում է, խառնվում է ստորգետնյա ջրերին։ Երևանի տարեկան 300,000 տոննա աղբը նաև կոմերցիոն հետաքրքրություն է ներկայացնում։ Միայն թե անվերահսկելի, ինքնականոնակարգվող մեխանիզմով։ Այսպես ասած, քջիջողները, այսինքն մեզ մոտ ուրեմն աղբի տեսակավորողները, որոնք աշխատում են աղբամաներում, կոնտեյներներում, երբ որ մենք տեսնում ենք, կամ աղբավայրերում, նրանք ուղղակի ուրեմն եղած աղբի մեջից զտում առանձնացնում են այն աղբի բաղադրիչը, որը հետաքրքիր է վերամշակողների համար։ Վարպետացել են այնքան, որ տարբերում են պոլիէթիլենը պոլիպրոպիլենից։ Այստեղ սակայն խնդիր կա, երբ կառուցվի նոր աղբավայրը, աղբ քջիջողները այլևս մուտք չեն ունենալու։ Բնակչության ավելի քան 75%-ը պատրաստ են, ուրեմն նախնական տեսակավորել։ Իդեպ շատ բարձր ցուցանիշ է դա։ Եթե բնակիչները տեսակավորված թափեն, խնդիր է դառնալու բաղադրիչները վերամշակող ընկերություն հասցնելը։ Ընկերություններին ձեռնտու չէ շրջելու հավաքել։ Եթե դա անեն քաղաքային իշխանությունները, աղբահանության վճարը կբարձրանա։
Այնպես, որ այս փուլում նախատեսում են Երևանի աղբը առանց տեսակավորելու, զտել ու այրել նոր աղբավայրում։ Իսկ տեսակավորման խնդիրը կարգավորել ըստ բիզնես հետաքրքրությունների, վերամշակող ընկերությունների առաջարկով։ Աննա Բալյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Հաջորդ թեմայի մասին արդեն հայտնի են հայոց պատմություն և քիմիա առարկաներից միասնական քննությունների արդյունքները։ Մասնագիտական կողմնորոշման հարցում շրջանավարտների նախընտրությունները տարբեր են, ավանդական իրավագիտությունից մինչև IT ու սպասարկման ոլորտ։ Ինչպես առաջնորդվել մասնագիտություն ընտրելիս, կրթական մասնագետները բացում են փակագծերը։ Ավարտվեց ընդունելության քննությունների հիմնական փուլը։ Դպրոցից բուհ, որ մասնագիտությունն ընտրել, դիմորդներից մի քանիսին կողմնորոշել են նախասիրությունները, մյուսներին աշխատաշուկայի պահանջները։ Ճարտարապետա շինարարական, տուրիզմ ու սերվիս բաժինը, ասում են շատ զարգացող մասնագիտություն է։ Մանկավարժական համալսարանի բնագիտական ֆակուլտետները նախորդ տարվա համեմատ ավելի շատ հայտեր են ստացել։ Կարծում եմ դա աշխատաշուկայի պահանջն է։ Բուհից աշխատաշուկա գործատուն ընդգծում է մասնագիտություն ընտրելիս պետք է կողմնորոշվել աշխատաշուկայի պահանջներով։ Ամեն երկրորդ միջին կազմակերպությունը պետք է ինտերնետ մարքեթինգի մասնագետ, պետք է մարքեթինգի մասնագետ, պետք է ֆինանսական ճիշտ գրագիտություն ունեցող մասնագետ։ Բուհից բացի գործատուն կարևորում է նաև ինքնակրթությունը և դասընթացները, որոնց շնորհիվ երիտասարդը կարող է աշխատանքի անցնելուց առաջ ունենալ նվազագույն գիտելիքներ և արդեն աշխատելիս զարգացնել հմտությունները։ Արեֆատ Ստեփանյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։ Իսկական բեյբի բում Վանաձորում երեքշաբթի արագիլներն ուղղությունը դեպի այդ քաղաք էին վերցրել։ 11 ժամում 9 երեխա է լույս աշխարհ եկել։ Հետո եւս 3-ը մեկ օրվա համար սա ռեկորդ է։ Բժիշկները չեն հասցրել շունչ քաշել, իրար հետևից բարեհաջող ընդունել են ծնունդները։ Բոլոր մայրիկներն ու փոքրիկները լավ են։ Վանաձորի ծննդատունը մեկ ծնարան ունի, օրը 3 փոքրիկ է ծնվում, բավարար է։ Ընթացիկ վիճակագրությունը խախտվեց հունիսի 20-ին երեկոյան 6:20-ից սկսած։ 24 ժամում այստեղ 12 երեխա ծնվեց, շատ ներդաշնակ կազմով 6 աղջիկ, 6 տղա։ Ծնարանում տեղ չկա, 3 կրիզոներն են ազատ ջեր, իրար հետևից ունեցնենք։ Մարինան աղջիկ էր ուզում, աղջիկ ունեցավ, Թեհմինան Ալենին էր սպասում, Լիլիթն առաջնեկի Էդուարդի երազանքով էր ապրում, եւս 9 երջանիկ ծնողներ ու այդ երջանկությունից առայժմ անտեղյակ, շատ լուրջ դեմքերով պստիկներ։ Բոլորը առողջ նորացիներ, առողջ մայրիկներ, բոլորի վիճակը բավարար էր։ 24 ժամում 12 ծնունդ ընդունել են ծննդատան 3 բժիշկներն ու բաժանմունքի վարիչը։ 3 բալիկները կեսարյան հատումով են ծնվել, խնդիրներ չկան, անվրդով քաշ են հավաքում։ Շատ երջանիկ էին։ Նորաթուխ մայրիկների երջանկությունը ոչինչ չի խռովում, հատկապես անտարբեր են Վանաձորի ծննդատան խարխուլ պատերի հանդեպ, իսկ բուժանձնակազմը անհամբեր սպասում է, երբ վերջապես նոր շենք կտեղափոխվեն։ Մենք սպասում ենք, այո, այդ երևույթին, որպեսզի վանաձորցիները կարողանան նորմալ պայմաններում ծննդաբերել։ Կարապետյանների ընտանիքն է Վանաձորում ծննդատան նոր շենք կառուցում։ Շուտով լոռեցիները դեմոգրաֆիական ռեկորդները նոր հասցե կտեղափոխեն։ Լիքը բալիկներ ծավեն։ Նման երջանիկ մայրիկներ լինեն։ Բոլորին կմաղթեմ այսպիսի ուրախություն իրենց տներում։ Վաղվանից սկսվում են դուրսգրումները, որոշ անհամբերներ զուգված զարդարված այսօրվանից են ճամփա ընկել։ Սուսան Բադալյան, Լիլիթ Յոլչյան, օրակարգ։ 15-ամյա ընդմիջումից հետո հեքիաթն է կանչում թատերախումբը հայրենիքում է հրեշտակների քաղաքում քառորդարյա հարուստ կենսագրություն կերտած խումբը ելույթ կունենա Մայր թատրոնում, հասույթն էլ կուղի նվիրիր կյանք հիմնադրամին։ Օվկիանոսից այն կողմ 25 տարվա պատմություն կերտած հեքիաթն է կանչում թատրոնը տարիներ անց դարձյալ Հայաստանում է։ Թատերախմբի Ամերիկայում ծնված անդամներից շատերը մինչև օրս չէին եղել հայրենիքում։ Ես շատ ուրախ եմ և հուզված, որ առաջի անգամն եմ գտնվում իմ հայրենիքում։ Երաժշտական թատրոնի վերջին այցը Հայաստան 2001-ին էր, ներկայացումը կոչվում էր հայ մնալու գաղտնիքը համահունչ թատրոնի ստեղծման նպատակին։ Նոր ներկայացումը հայաստանցի հանդիսատեսը դիտելու ընդամենը մեկ հնարավորություն կունենա հուլիսի 2-ին Սունդուկյանի անվան թատրոնում։ Ներկայացում, որը կոչվում է երազանքի մոլորակը, իսկ թե որն է այդ մոլորակը, մենք սպասում ենք ձեզ և դուք կտեսնեք։ Փորձերն արդեն սկսված են, հայրենիքը տեսնելու ձգտումը տեղը զիջում է պատասխանատվության զգացմանը, իրականացնել առաքելությունը, սա պարզապես հյուրախաղ չէ, ստացված հասույթը փոխանցվելու է նվիրիր կյանք բարեգործական հիմնադրամին։
ոչ միայն մենք, այլ Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցները, նամանավանդ փոքրիկները չեն կարող ուղևորություն ունենալ հայրենիք որպես տուրիստ։ Գիտեք, անպայման պետք է լինի որևէ մի առաքելություն։ Ներկայացումը մի փոքրիկի մասին է, որին հարազատները անտարբերության են մատնել ու նա փնտրում է իր հեքիաթը։ Ճանապարհին հանդիպում է հայկական հեքիաթների հերոսներին ու գտնում իրենը։ Բոլոր նրան ասում են, որ չի կարելի մի արա, բայց շատ դժվար է եւ պետք է երեխային ասել ինչն է կարելի։ Ներկայացման հասույթը գուցեև մեծ չլինի, բայց առաքելությունը կիրականացվի, եթե այս հեքիաթային ներկայացումից հետո քաղցկեղով հիվանդ գոնե մեկ երեխա գտնի իր իրական հեքիաթը, առողջ ու անհոգ մանկություն։ Ռուզաննա Վարդերեսյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Այսքան այժմին օրակարգին հետևեք կեսօրից հետո։